Ողջույն սիրելի հայրենակիցներ, ողջույն սիրելի ընկերներ։ Բոլորս տեղյակ էինք եւ իմացանք, որ այսօր Էջմիածնում, Վաղարշապատ քաղաքում, դատարանում պիտի կայանար Կտրիչ Ներսիսյանի եւ 6 չսրբազանների առաջի դատական նիստը եւ մի քիչ սպասելի էր դատավորը ինքնաբացարկ է տվել, դա իր հետևանքներն ունի, որ պետք է Արդարադատության նախարարը եւ բարձրագույն դատական իշխանությունը զբաղվեն այդ հարցով, թե ինչու, որպեսզի հանրությունը եւս քաջատեղյակ լինի, թե ինչու դատավորը ինքնաբացարկ տվեց, սակայն այս Կտրիչ Ներսիսյանի հարցի անդրադառնանք իբրև կաթողիկոս, այնինչ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին արյունով գահը զավթեց, այդ ժամանակ ես ծառայում էի եւ շատ բաների եմ տեղյակ, նա ոչ թե ընտրվել էր, նա պարզապես նշանակվել էր լուսավորչի գահի վրա որպես կաթողիկոս, որովհետև կաթողիկոս ընտրվում է ազգային եկեղեցական ժողովի միջոցով եւ աշխարհում ապրող 10 միլիոն հայերից 400 հոգի պետք է ընտրեին, այսինքն 25,000 հայերից մեկ падգամավոր էր գնում Մայր Աթոր եւ 99%-ով այդ падգամավորներին ընտրում էին Հայաստանյաց առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդները, նախ իրենց քահանաներից, հոգևորականներից մի քանիսին էին ընդգրկում եւ աչքի ընկնող նախկին իշխանություններից մի քանի հոգու, ամեն 25,000-ից, ասենք, մեկ հոգի, օրինակ Վանաձորը, եթե 100,000 բնակչություն ուներ, 4 падգամավոր մասնակցում էր այդ ընտրություններին։ Այդ օրվան ընտրության չանդրադառնամ, որովհետև եթերների մեջ շատ ունեմ, բայց այսօրվա ազգային ժողովում կամ երբ ընդդիմադիր падգամավորները իբր խոսում են եւ ինչպես միշտ իբր թե մենք կամ կառավարությունը կամ մեր իրական Հայաստանի ղեկավարները արշավ են սկսել եկեղեցու դեմ։ Բազմիցս ասել ենք, որ երբևիցե նման բան չի եղել, դա ուղղակի ժողովրդի հրամցնելու ձև է, իբր թե եկեղեցու դեմ է արշավը, ոչ։ Արշավ, եթե ուզում են արշավ համարել, արշավը ապիկարների դեմ է։ Այն կուսակրոնության ուխտը խախտած կուսակրոնների դեմ է, ովքեր դրժել են իրենց ուխտը իջման սուրբ սեղանի եւ Աստծո առջև։ Եվ այդ դրժողների գլուխը հենց Կտրիչ Ներսիսյանն է, ով չկարողացավ այսքան երկարատև ժամանակ աշխարհասփյուր հայությանը հավատացյալ ժողովրդին պատասխանել մեկ հարցի. դու ամուսնացյալ ես, ունես զավակներ, թե ոչ։ Անկեղծության համար ասեմ, որ ամուսնացած էր եւ ուներ դուստր, դա մենք գիտեինք 1991 թվականի սեպտեմբեր ամսից, երբ որ դրեցինք Մայր Աթոր հոգևոր ճեմարան։ Բոլորը անխտիր, չկար մի ուսանող կամ մի հոգևորական, որ այդ մասին չիմանար։ Մենք եւս մեղավոր ենք եղել այդ ժամանակ, ու բոլոր հոգևորականները, որ չեն բարձրաձայնել, բայց սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, այս падգամավորները, որ սկսել են պաշտպանել եկեղեցին դարերի վեր պահել է հայ մշակույթը, պահպանել է ազգի ինքնիշխանությունը, երբ չենք ունեցել թագավորություն եւ այլն, այո, բայց այդ ժամանակ եկեղեցին չուներ սրա նման ապիկար,
պիղծ, սատանիստ կաթողիկոսներ։ Ունեին ճգնավոր, սրբակրոն, աստվածապաշտ, աստվածավախ հայրապետներ։ Իսկ սա ներկայացնելու կարիք էլ չկա։ Սա ինքը էությամբ, ամբողջ էությամբ անհավատ է, բիզնեսմեն է, աստվածաբանությունից ոչինչ չգիտի, իդեպ ասեմ նաև պատմությունից, իդեպ նաև ասեմ հայ գրականությունից եւ հայոց լեզվից, ասածներս ժխտելու համար կարող են կանչել, ասեն Ռոբերտ Սարգսակ, դու սխալ ես ասում, խոսքերի տերը պիտի լինես։ Սա դեռևս 1991 թվականի ամռանը, երբ Սուրբ Սարգիսի առաջնորդարանում Արարատյան հայրապետական թեմի փոխառաջնորդ էր, փոխանորդ ավելի ճիշտ, մի քանի հարցեր տվեց, դե որ հայ ժողովրդի պատմություն չգիտի, բնականաբար պիտի հարցներ միանգամից Վարդանանց պատերազմի մասին պատմի։ Ես սկսեցի ու կանգ չէի առնում, մոտ 10 րոպե, հասա միջև Նվարսակի պայմանագիր, միջև Վահան Մամիկոնյան հասա եւ այլն, սրա ուղեղը տորմուս տվեց, բավական է եւ այլն, հա, արի կլինի դու գնաս Սևանի ճեմարան, այսինքն որտեղ ինքը բուծում էր իր նմաններին, ես բնականաբար միանգամից մերժեցի եւ դուրս եկա, ասեցի ես որոշել եմ Էջմիածնում սովորել։ Այս ապիկարը, որ կաթողիկոս ընտրվեց, ճակերտավոր, մոտ 200 հոգևորականների, քահանաներ, սարկավակներ, աբեղաններ, նույնիսկ եպիսկոպոսներ, սրբազաններ կարգալույս եղան, ոմանք ինքնակամ թքեցին հեռացան, որովհետև իրենից խելացի էին, որովհետև չկարողացան հանդուրժել նման կաթողիկոս ունենալը, իսկ այսօր եկել էին պաշտպանում էին, ինչպես նախկին այդ հավաքների ժամանակ, այնպես էլ այսօր, ովքեր էին հավաքված դատարանի դիմաց։ Ասեմ, Մայր Աթոռի եւ հարակից շրջանների հոգևորականների հարազատները մի քանի մատների վրա հաշված հավատացյալներ կային եկեղեցուց, ինչպես նաև պիպոյականները, նրանց ավելացան ընդդիմադիր պատգամավորները, այսինքն իրենց նմանները եւ բնականաբար իրենք նախապես արդեն գրել էին, որ վերադարձին Մայր Աթոռ պիտի մայր տաճարում հանդես գա քարոզով Կտրիշ Ներսիսյանը, ինչպես միշտ նորից կարդում էր, որովհետև ձեզ վստահեցնում եմ, նա բանավոր չի կարող նման բառեր արտահայտել եւ ընդհանրապես նախկին կաթողիկոսների նման ինչ-որ մի թեմայի շուրջ ժամերով զրուցել կամ լավ հիշեցի։ Երբևիցե դասավանդած կա, ըստ ավանդության, թե Գարեգին առաջին Սարգսյան նախորդ կաթողիկոսը, թե Վազգեն առաջին կաթողիկոսը միշտ ճեմարանի բարձր լսարաններին դասավանդում էին կամ հովվական քարոզխոսություն, կամ հովվական աստվածաբանություն առարկաները, իսկ այս անգրագետը, եթե ուսանողները բարձր լսարանի 5-րդ, 6-րդ կուրսի գնային մոտը շաբաթական 1 կամ 2 դասաժամ, ինչ պիտի քարոզեր, այս շինարարությունը ոնց են անում, պարկետը ոնց են խփում, բազալտը ումից առնեն, գցեն, Իզմիրիլյան հիվանդանոցից ինչքան եկամուտ ունենալ, ինչ բիզնեսների մեջ մտնել, այս բաներ պիտի դասավանդեր, քիչը բիզնես կամ տնտեսագիտություն, չէ, տնտեսագիտություն էլ չէ, ամեն դեպքում այս սրիկան իրավունք չուներ կաթողիկոս լինելու, նա պիտի հեռանա։ Եկեղեցին մնում է մեր սրբության սրբոցը, մեր մայր եկեղեցին է, մեր դարավոր եկեղեցին է, իր ավանդույթներով, իր մշակույթով, իր պատմությունով կա եւ լինելու է, բայց առանց կուսակրոնության ուխտը խախտած վիժվասների։
Եթե անդիմադիրներին ձեռնտու է կնոջ հետ հարաբերություն ունեցողին, երեխաներ ունեցողին ասել սուրբ, թող լինեն իրենց ընտանիքների համար սուրբ։ Իմ եւ իմ գաղափարակից ընկերների, իմ գաղափարակից ժողովրդի համար նա սուրբ չի կարող լինել։ Որովհետեւ եթե այդպես լիներ, քահանաներին չէինք ասի Տեր հայր, կասեինք Սուրբ հայր, բայց նրանք սուրբ չեն կոչվում։ Սուրբ կոչումը տրված է եղել միայն կուսակրոններին, հայր սուրբ, սրբազան։ Իսկ քահանաները ընտանիք ունեն, երեխաներ, կին, նույնիսկ սարկավակները։ Եվ նմանը, եթե պիտի իրենց համար հայրապետ կոչվի, իրենց համար սուրբ լինի, օլիգարխներին ու մեծահարուստներին Սուրբ Ծննդյան քավոր կանգնեցնի եկեղեցու, կնքահայր, չգիտեմ, ապիկարը պիտի հեռանա, բազմաթիվ մեղադրանքներ կա իր վրա։ Վերջին տվյալները, որ մի անգամ ես ասացի, այն է, որ այ կտրիչ, միայն Ամերիկայից արևմտյան թեմից քեզ ուղարկել են 22 միլիոն դոլար, սակայն մինչ օրս դու ոչ մի հաշվետվություն չես ներկայացրել, թե որտեղ ես թաքցրել այդ 22 միլիոն դոլարը, որտեղ ես ծախսել 10 դոլարը, 100 դոլարը, 10,000-ը, 100,000-ը, որովհետև այդ եւ նման գումարները դու տնօրինել ես ինքնուրույն, որովհետև քեզ կայսր էիր միշտ զգում մայրաթոռում, նախ լավ հիշում են, որ շատ բան փոխվեց բացասական իմաստով քո հայտնվելուց հետո, երբ հոգևոր դասը պառակտվեց ոչ թե 2, 3, 4 խմբերի, այլ բազմաթիվ, ավանդույթ դարձավ ամեն եպիսկոպոս մի վարդապետ իրեն շուրջը հավաքել իրենց ենթականներին եւ դու այս սրիկա այնպիսի քաղաքականություն վարեցիր, որ բաժանեցիր ամբողջ հոգևոր դասը, որպեսզի ավելի հեշտ տիրես բոլորին։ Մի խոսքով ժողովուրդ ջան, պատրաստ եղեք, պիտի բարենորոգում անշուշտ լինի մեր եկեղեցում եւ եկեղեցին լինի իր բուն առաքելության մեջ։ Համար մեկ առաքելությունն է եկեղեցու, ավետարանի քարոզչությունը հասարակության ժողովրդի մեջ։ Ծիսակատարությունը իր տեղը ունի, սակայն ոչ թե հոգևորականները ձեռնադրվում են միայն կանոնք թաղում պսակ անելու համար, այլ ձեռնադրվում են Քրիստոսի ավետարանը քարոզելու համար, ժողովրդի լուսավորելու համար, հոգիները բացելու համար։ Իսկ այս սրիկան բոլորին ուղղորդեց դեպի բիզնես, հարստանալ, սես բաներ։ Այնպես որ անդիմադիրների այդ ժխորը, որ կազմակերպել էին, դա ոչինչ է, որովհետև գոյություն ունի արդարություն եւ ասում էին պետությունը իրավունք չունի եկեղեցու գործերին խառնվելու։ Այդ եկեղեցին իրավունք ուներ մտնելու պետության գործերի մեջ, հա, բայց ինչի եվրոպական երկրներում այդպես չէր։ Այդ նույն Ռուսաստանում այս սրիկ կա, դու մեկ էլ այն աղբերը եզոն։ Ռուսաստանում մի ռուսական եկեղեցի, մի ռուս հոգևորական կարա եկեղեցու պետության դեմ ընդեղ մի բան խոսալու, Կրեմլի դեմ կարա մի բան խոսալու, նույնիսկ չի կարող դատարկ սպիտակ թուղթը վերցնի, եկեղեցու բակում կանգնի, ասի ընդդիմանում եմ։ Այդ թղթով սես կբռնեն ականջներից ու կտանեն կկորցնեն։ Սրիկա, դու մնայիր քո տեղը ու չխառնվեիր ոչ մի բանի։ Աննամոտ կտրիչ Ներսիսյան։ Սա դեռ սկիզբն է։ Առայժմ սիրելի ժողովուրդ ջան, եթե հարկ եղած դեպքում իր համար այս
ինքը իր այդ խմբակի հետ այս վագոնները կարող ենք պատրաստել եւ իր սիրելի վայրը ուղարկել։ Նայեք։ Այս սրանցով գլսնենք մեջը եւ կուղարկենք իր եւ իրենց սիրելի վայրերը։ Դուխով եղեք, դուխով։ Չկա նահանջ եւ դեպի առաջ։